Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին, հանուն հավատքի գործընկերության եւ ընդհանուր նպատակների։ Վաշինգտոնի ազգային տաճարում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի եւ Միացյալ Նահանգների 250-ամյակի առթիվ։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում անցկացված հերթական Սուրբ եւ անմահ պատերակին կրկին ներկայ է գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատարագը մատուցել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Դատական համակարգի արդյունավետությունը ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացումը եւ իրավակարգի լեգիտիմության վերականգնումը մնում են Հայաստանի համար առաջնահերթ եւ փոխկապակցված խնդիրներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները թեմայով պանելային քննարկմանը։ 2025 թվականը Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար գերհագեցած ծանր, բայց հաջողված տարի է եղել։ Կառույցի ղեկավար Զարայ Սիմոնյանն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրել հաջողված ծրագրերն ու 2026 թվականի անելիքները։ Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որի առանցքում տոնական եւ հետտոնական օրերին տեղացած առավոտյան մաքրման աշխատանքներն են եղել։ Ինչից էր գոհ եւ ինչից դժգոհ քաղաքապետը։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ռուսական հարվածների հետևանքով կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դնեպր զորախումբը ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելգորիե բնակավայրը։ Ինչ իրավիճակ է Ուկրաինայում։ Հարևան Իրանում 15 օր է շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը ընդդեմ իշխանությունների։ Ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջև արյունալի բախումների հետևանքով 544 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ կան։ Իրանում երրորդյա սուգ է հայտարարվել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Բողոքի հայտագրում խոր վրդովմունք է արտահայտվել պետական մեդիա հոլդինգի մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Նշել է Բադալյանը, ռուս հաղորդավար լրագրող Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը կորցնել է չի բխում Ռուսաստանի շահերից եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Վաշինգտոնի ազգային տաճարում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի եւ Միացյալ Նահանգների 250-ամյակի առթիվ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթքեյնը, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Միացյալ Նահանգների արևմտյան եւ արևելյան թեմերի առաջնորդները, Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, Հայաստանի պատվո հյուպատոսներ եւ Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը ընթերցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկաներին հղված ուղերձամ։ Փոլա Ուայթքեյնն իր ելույթում կարևորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ ժողովրդին եւ ընդգծել, որ Հայաստանը որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր պատմության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ փորձություններ պահպանել է իր հոգեվոր ժառանգությունը եւ դարձել հավատքի վկայություն աշխարհի համար։ Ուայթքեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին հանուն հավատքի, գործընկերության եւ ընդհանուր նպատակների։ Հոգեվոր հովիվ Քրիս Հալվերսոնն էլ ընդգծել է վարչապետի կողմից Հայաստանում աղոթքի նախաճաշի կազմակերպման նախաձեռնության կարևորությունը։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում անցկացված հերթական Սուրբ եւ անմահ պատարագին կրկին ներկայ է գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատարագը մատուցել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Ներկային եղել նաեւ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետը, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հերթական այս անգամ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում անցկացված Սուրբ եւ անմահ պատարագին։ Պատարագը մատուցվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մատուցմամբ, որը չնայած Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հունվարի 10-ի որոշմամբ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատմանը շարունակում է իր հոգևոր ծառայությունը համայնքում։ Վերջին ամիսներին վարչապետը պարբերաբար մասնակցում է տարբեր պատարագների, ընդգծելով իր հավատքի նկատմամբ հետևողականությունը, հոգևոր կյանքի կարևորությունը։ Պատարագին ներկա է եղել նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատգամավորներ, Արարատի մարզպետը եւ այլ պաշտոնյաներ։ Եկեղեցում հավաքված մեծ բազմության մի մասը պատարագին ստիպված է եղել հետևել դրսից, ինչը վկայում է համայնքի ներգրավվածության բարձր մակարդակի մասին։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պատարագի ընթացքում շեշտեց, որ հոգևոր ծառայությունը շարունակվելու է եւ կարող է հանդիսանալ օրինակ համայնքի համար, ուղղորդելով հավատավոր մարդկանց դեպի ինքնամաքրման եւ նորոգման գործընթաց։ Վարչապետն ավելի վաղ Facebook-յան իր էջում անդրադարձել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությանը, նշելով. Ասել եմ արդեն, որ Կտրիչ Ներսիսյանն ամենայն հայոց կաթողիկոս չէ, եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Վարչապետը Կիրակի սոցիալական ցանցերում հրապարակել է նաև պատարագի կադրեր, տեսանյութին կից նշելով Սուրբ եւ անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Նիկոլ Փաշինյանն ամեն Կիրակի մասնակցում է տարբեր եկեղեցիներում մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագներին։ Տեղի ունեցող պատարագներին հանրության ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ հոգևոր արժեքների պահպանությունն ու նորոգման գործընթացներն իր համար ընդունելի են։ Եկեղեցիների բակերում հավաքված հավատավորները վարչապետին մշտապես դիմավորում են ծափերով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Դատական համակարգի արդյունավետությունը, ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացումը եւ իրավակարգի լեգիտիմության վերականգնումը մնում են Հայաստանի համար առաջնահերթ եւ փոխկապակցված խնդիրներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընդհանցակարգային խոչընդոտները թեմայով պանելային քննարկմանը։ Փաշինյանը հայտարարել է, որ արդարադատության ոլորտում խնդիրները պահանջում են խորքային հայեցակարգային վերանայում։ Քննարկմանը նաեւ ներկայացվել են վիճակագրական տվյալներ, հնչել են առաջարկներ թվայնացման, ընդհանցակարգերի բարձրացման եւ դատավորների աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ։ Դատարաններում գործերի քննության ձգձգման պատճառներ, ծանրաբեռնվածություն, համակարգային լուծումներ, որոնք պետք է ապահովեն քաղաքացիների համար արդարադատության ժամանակին հասանելիությունը։ Սրանք այն հարցերն էին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության, արդարադատության համակարգի եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ միասին քննարկեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով միջոցառմանը։ Վարչապետը շեշտեց, դատական համակարգի արդյունավետությունը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության
առանցքային հարց է։ Ըստ նրա, արդարադատության ոլորտում խնդիրները չեն կարող լուծվել միայն ընթացակարգային փոփոխություններով, առանց հասնելու դրանց հայեցակարգային հիմքերին։ Նրա խոսքով անհրաժեշտ է հստակ ձևակերպել, թե ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը Հայաստանի իրականության մեջ։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են։ Որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ։ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձավ դատավորի խիղճ արտահայտությանը, հարց բարձրացնելով դրա բովանդակության մասին, միաժամանակ նշելով, եթե խոսում ենք դատավորի խղճի մասին, ապա պետք է հասկանանք ինչ է դա, ինչու միայն դատավորինը, եւ արդյոք հնարավոր է այդ հասկացությունը մոդելավորել, ձևակերպել կամ չափելի դարձնել։ Քննարկման առանցքային թեմաներից մեկն էլ իրավակարգի լեգիտիմությունն էր։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իշխանության լեգիտիմության հարցը ընտրությունների միջոցով լուծված է, սակայն իրավակարգի լեգիտիմության հարցը մնում է բաց։ Նրա խոսքով ժողովրդի եւ սահմանադրության միջև առկա խզումը հանգեցնում է նրան, որ իրավակարգը չի ընկալվում որպես լիարժեք լեգիտիմ։ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ոնց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության։ Պետության կողմից սահմանափակումները անխուսափելի են ազատությունների ապահովման համար, սակայն այդ սահմանափակումները պետք է ընկալվեն քաղաքացիների կողմից որպես իրենց իսկ կողմից ընդունված կանոններ, ասաց վարչապետն ու ընդգծեց. միայն այդ դեպքում է հնարավոր նվազեցնել պետության եւ քաղաքացու միջև առաջացող լարվածությունը։ Մարդու համար ինչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ այդ որոշումը լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել, թե 6 տարում, բացարձակապես տարբերություն չկա, որովհետև եթե նույնիսկ մի 15 օրում կայացնեն կամ մի ամսում, մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իրան ներսում չասի, որ գիտես ինչ, հա, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է, եւ հետեւաբար սա իմ կայացրած որոշումն է, իմ դեմ, որովհետև ես ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև եթե մենք ամեն մեկս մեզ չսահմանափակի, երկրում քաոս կսկսվի եւ պետությունը ընդհանրապես կվերանա։ Եվ ֆունդամենտալ այս հարցերը կա եւ մեր իրականության մեջ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեն, այս հարցերի պատասխան չկա եւ անդրադարձ չկա։ Քննարկման ընթացքում արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ հայտարարեց, որ դատական համակարգում իրականացվում է մաքրման գործընթաց։ Նրա խոսքով կան դատավորներ, որոնք կարգապահական վարույթների ընթացքում նախընտրում են սեփական դիմումով լքել համակարգը, կանխատեսելով լիազորությունների դադարեցում։ Նախարարը նշեց, որ թեև սա քաղաքացու տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել, սակայն համակարգի առողջացման տեսանկյունից այն կարևոր քայլ է։ Նրա խոսքով պետությանը պետք չեն դատավորներ, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում քննել պարզունակ գործեր։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվ այս հարցերի պատասխանները, եթե դրանք օբյեկտիվ բնույթ ունեն, մենք մանճանապարով, եթե դրանք սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Սրփուհի Գալյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, նշելով, որ վերջին 5 տարիների ընթացքում գրանցվել է պատմական ցուցանիշ։ Այս պահին դատապարտյալների թիվը 24-ով գերազանցում է կալանավորվածների թվին։ Նախարարի խոսքով սա դրական միտում է եւ ակնկալվում է, որ դատական գործընթացների արագացման արդյունքում այդ տրամաբանությունն առաջիկայում կաճի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ իր հերթին մտահոգիչ գնահատեց դատաքննության փուլում վաղեմության ժամկետների լրանալու հիմքով քրեական հետապնդումների դադարեցման դեպքերի աճը։ Նրա ներկայացրած տվյալներով, եթե 2020 թվականին նման հիմքով հետապնդումը դադարեցվել է 61 անձի նկատմամբ, ապա 2023-ին այդ թիվը հասել է 519-ի։ 2024 թվականին գրանցվել է 233 դեպք, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում արդեն 118։ Կարծում ենք, որ առաջինը անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում,
Վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ եւ ավելի շատ վերլուծություն անել մեծ տվյալների հետ եւ ինչը ոչ պակաս կարեւոր է այսօր մեղադրանքների հետ կապված նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով մեկ վարույթում միացվում են այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց եւ սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը եւ կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաեւ փողերի լվացման մեղադրանքներ, որոնք եւս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը, կարծես թե այս դատական պրակտիկան լուծումը առաջարկել է։ Մենք կարծում ենք, այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է, որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա այս առաջնայինը երկրորդականից տարբերելու եւ ստրատեգիական առումով տակտիկական քայլերը ճիշտ մշակելու դեպքում հնարավորություն տա մեծ ժամանակին ավարտել դատարանում քրեական վարույթները։ Գլխավոր դատախազը նշեց, որ նոր քրեական օրենսգիրքը որոշակիորեն լուծում է խնդիրը սահմանելով ավելի երկար վաղեմության ժամկետներ։ Սակայն մինչև 2022 թվականը կատարված հանցագործությունների մասով մարտահրավերները դեռ առկա են։ Որպես լուծում նա կարևորեց աշխատանքի ճիշտ պլանավորումը, վիճակագրության խորքային վերլուծությունը, նաև նույն անձանց վերաբերյալ գործերի մեկ վարույթում միավորումը, ինչը թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ 2025 թվական Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար գերհագեցած ծանր, բայց եւ հաջողված տարի է եղել։ Կառույցի ղեկավար Զարայ Սինանյանը ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրել հաջողված ծրագրերն ու 2026 թվականի անելիքները։ Սփյուռքի երիտասարդ դեսպան Իգործ Քայլ դեպի տուն, ներուժ։ Սրանք այն հսկայական աշխատանքների եւ ծրագրերի մի մասն են միայն, որոնք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաջողությամբ իրականացնում է։ Այդ է վկայում ամեն տարի նշված ծրագրերին մասնակցության համար դիմողների թվի աճը։ 2025 թվականը նշանավորվեց նաեւ երիտասարդական ամենամյա մեծ համաժողովով, որին մասնակցեց արտերկրից ժամանած 600 երիտասարդ եւ 200 քաղաքացի Երևանից եւ տարբեր մարզերից։ Ըստ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի նախորդ տարին բավականին հաջող ու գերհագեցած էր։ Անցյալ տարի նաև նշանավորվեց մեր հանձնակատարների ինստիտուտի կայացման այսպես շարունակական փուլով, այսինքն մենք այս պահին արդեն ունենք 19 հանձնակատար, վերջինս նշանակվեց դեկտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում մեր հայրենակիցներից մեկը նշանակվեց Սփյուռքի հանձնակատար, որով մենք Բրազիլիայում եւս կարողացանք ընդլայնել մեր հնարավորությունները եւ տեղում ձեռք բերել կապող օղակ, եւ այս գործընթացը կարծում շատ ավելի ակտիվորեն կշարունակվի արդեն այս տարի։ 2025 թվականին ֆրանսահայ գործընկերների հետ միասին անցկացվեց նաև առաջին մշակութային համաժողովը, ներառելով ավելի քան 250 մշակութային գործիչների։ Սինանյանը կարևորեց Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել են հայաստանյան զարգացումներն ու իրական Հայաստանի կոնցեպտը։ Ընկալումները, այսպես եթե վակուում նայենք, այսինքն այնպեսին ինչպեսին կան, երբ որ մենք ասելով, այսինքն պետության ձայնը լսելի չի լինում, շատ ավելի մակերեսային են եւ համապատասխանում են այն տեղեկություններին կամ այն մեկնաբանություններին, որոնք մեծ ծավալով արտանետվում են Սփյուռք, այսպես ասեմ, դե այլ կերպ չեմ կարողանում բնութագրել, այսինքն ասեք մարդիկ, քանի որ ապրում են Սփյուռքում եւ չունեն պետությունը որպես խարիսխ հայության, հաճախ օրինակ հայ առաքելական եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխը, դա հասկանալի է, դա բնական է, եւ այդ զգացմունքային ֆոնը իրենց հաճախ չի թույլատրում, որպեսզի կարողանան ավելի ներքին վերլուծության ենթարկեն, ասեն, բայց լավ, սա ճիշտ է, թե սխալ է։ Եվ սա հաշվի առնելով բնական է մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ։ Խոսելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումներից Զարե Սինանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում Սիրիայի հայաշատ Հալեբ քաղաքում եւ հարևան Իրանում կատարվողին։ Նա ներկայացրեց գրասենյակի իրականացրած աշխատանքը տեղի հայ համայնքների հետ։ Իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Եվ նույնիսկ հիմա էլ այս բախումները, որ Հալեպում կան, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջև,
Այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, մենք գիտենք ռեալ ժամանակում, թե ինչ է տեղի ունենում, կոնկրետ այդ օրը, այդ գիշեր ինչ զարգացումներ եղան։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, թե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին։ Ինչ վերաբերում է հայրենադարձման ուղղությամբ կատարվող աշխատանքին, ապա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վստահեցրեց, գրասենյակը շարունակում է լավարկել եւ ավելի թիրախային դարձնել ինտեգրման ծրագրերը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որի առանցքում տոնական եւ հետտոնական օրերին տեղացած առատձյան մաքրման աշխատանքներն են եղել։ Չնայած Սավինյանը դրական գնահատել Երևանի աղբահանությունը եւ սանիտարական մաքրում հիմնարկի կատարած աշխատանքը, սակայն միաժամանակ դժգոհել է վարչական շրջանների կատարած աշխատանքից։ Տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Ինչպես եւ սպասվում էր, նիստը սկսվեց տոնական եւ հետտոնական օրերին մայրաքաղաքում տեղացած ձյան եւ այդ ուղղությամբ քաղաքապետարանի համապատասխան մարմինների կատարած աշխատանքների մասին զեկույցով։ Նշվեց, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել են յաշր բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներ, 50 փոքր չափի խոզանակավոր տեխնիկա, Բելարուս տեսակի 7, Քարո տեսակի 2 տրակտորներ եւ 10 ինքնաթափ մեքենաներ, իսկ վերջին 15 օրերին էլ ձնամաքրման աշխատանքներին օգտագործվել է մոտ 6500 խորանարդ մետր աղ ավազային խառնուրդ։ Չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանը ձնամաքրման աշխատանքները առաջնային եւ երկրորդական ճանապարհների մասով դրական գնահատեց, բայց դժգոհեց վարչական շրջանների կատարած աշխատանքներից։ Ըստ նրա, որոշ վարչական շրջաններում համապատասխան մարմինները չեն տարել իրազեկման աշխատանքներ, որ տնտեսվարողները տեղեկացված լինեն ձնամաքրման աշխատանքներում իրենց պարտականությունների մասին։ Ունենք վարչական շրջաններ, ովքեր որ բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք 4-5-ն են։ Եվ չկա դրան բացատրություն։ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների աշխատանքի մասով դժգոհությունը բաժանեց մի քանի մասի, որից մեկը չկիրառված տույժերի գրանցումն էր։ Հաջորդ երկուսը վերաբերում էին այն աշխատակիցներին, որոնք պետք է տոնական օրերին իրենց աշխատանքը կատարեին, բայց կրկին թերացել են։ Հունվարի 1-ից 3-ը, եթե ոչ 31-ից, մեր վարչական շրջաններին հատուկ մի 2 տարի առաջ քննարկեցինք, հատուկ աշխատակիցներ առանձնացրեցինք, որպեսզի վարչական շրջանները ունենան գործիք աղբահանության մաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ նմանատիպ դեպքերում մայթեր, բակեր եւ մնացյալ այլ տեղերում, երբ որ ջունա գալիս, ունենան այդ ներուժը որոշ չափով աշխատացնեն այդ մարդկանց, որպեսզի ծայրահեղ խնդիր չունենան։ Այս 1-ից 3 քես մարդիկ տուն են եղել։ Նոր տարի էին անում։ Հասկանում եմ իհարկե, դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չի, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Իսկ ահա 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների մուտքը օդի որակի եւ խցանումների մասով կարևոր է։ Այս առնչությամբ Ավինյանը հիշեցրեց մայրաքաղաքի որոշ փողոցներում բացի հանրային տրանսպորտային միջոցներից այլ մեքենաների մուտքը արգելելու մասին, ընդգծելով, որ տրանսպորտային ոլորտի բարեփոխումները քաղաքի կառավարման առանցքային օղակներից են։ Այս 18 մետրանոց ավտոբուսը փոխարինում է, չգիտեմ, 80-ից 100 մարդատար ավտոմեքենա եւ կարող ենք այս համեմատականները շատ հստակ անել, սա առաջին իհարկե գործոնն է։ Երկրորդ գործոնը իհարկե վերաբերում է օդի որակին եւ օդի որակի տեսանկյունից այս ավտոբուսները գրեթե կարելի ասել գրեթե չէ առհասարակ արտանետումներ որպես այդպիսին չեն ստեղծում, դրանք էլեկտրական ավտոբուսներ են եւ բացի դրանից նաեւ փոխարինում են ավտոմեքենաներին մարդատար մոտավորապես եթե 250-ը ամեն 100-ի հետ համեմատենք,
Ստացվում է 25000 ավտոմեքենայի մասին է խոսքը։ Հաջորդիվ քաղաքապետը գործակարգավարականի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց արդեն Երևանում օդի որակի խնդրին, շեշտելով, որ քաղաքապետարանը ավելի շատ կենտրոնացած է վերլուծական տվյալներ տալու եւ դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։ Միանշանակ մենք ունենք հնարավորություն որոշակիորեն այս կանխատեսումների հիման վրա իրականացնել գործողություններ եւ նաեւ պետք է խնդրեմ երևի թե հաջորդ շաբաթ պարոն Տիգրան Արզումանյանը ներկա լինի եւ ներկայացնի իր կատարած աշխատանքը եւ մասնավորապես այն վերլուծությունները, որոնք որ կան, որ մենք որոշակիորեն այս իրազեկվածությունը ինչով է կարեւոր, որովհետեւ ես այդպես մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ օրինակի համար, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է օրինակ Սարայևո քաղաքը Բոսնիա-Հերցեգովինայում, որը ավելի շատ անտառ է, հետո նոր քաղաք, այսինքն անտառի մեջ քաղաք, որտեղ ցուցանիշները խայտառակ բարձր են եւ իրականում այդտեղ կոպիտ ասած ներքին կանաչապատման աշխատանքները այդքան մեծ արդյունք չեն տալիս։ Հավելենք, որ զեկույցներից հետո քաղաքապետին ներկայացվեց նաև հանձնարարականների մասով կատարված աշխատանքը։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ռուսական հարվածների հետևանքով կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ։ Ավելի քան 1000 շենք մնացել է առանց ջեռուցման։ Ուկրաինայի վարչապետը ասել է, որ Կիևի վրա վերջերս օրականացված հարձակումները ռուսական ներխուժումից ի վեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամենախոշոր հարձակումներից են եղել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Դնեպր զորախումբը ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելգորիե բնակավայրը։ Հունվարի 11-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ձմռան ծայրահեղ ցրտին Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 1000 շենք մնացել է առանց ջեռուցման, քանի որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները։
Վերականգնման աշխատանքներ են տարվում, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ բարդ։ Առաջիկայում սպասվող ցածր ջերմաստիճանի պատճառով բնակիչներին կոչ եմ անում հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով Կիևում ավելի քան 500,000 սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ընդգծել է, որ վերջին հարվածները Կիևի էներգետիկ ենթակառուցվածքներին ուկրաինական կողմի հաշվարկներով ամենախոշորն են ռուսական ներխուժումից ի վեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ գիշերը ռուսական զորքերը կիրառել են 121 հարձակվողական անօդաչու թռչող սարք եւ 1 Իսկանդեր հրթիռ երկրի տարբեր շրջաններում, այդ թվում Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։ Հարվածների հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Կիևից բացի ուկրաինական մի քանի շրջաններ եւս մնում են առանց էլեկտրականության։ Օդեսայում տեղի ունեցած պայթյուններից հետո էլ քաղաքում հայտարարվել է օդային տագնապ։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը Սերգեյ Լիսակը կոչ է արել բնակիչներին մնալ անվտանգ վայրերում։ Կիևի քաղաքապետ Կլիչկոն կրկին կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել երկիրը վերջին հարվածների հետևանքով վնասված էներգետիկ համակարգերի պատճառով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, վառելիքի պահեստները եւ 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների եւ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է նաև, որ Դնեպր զորախումբն ազատագրել է Բելոգորինե բնակավայրը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը Օրեշնիկի հրթիռային հարվածներով, եթե Եվրամիությունը զորքեր տեղակայի Ուկրաինայում։ Նա իր գրառումն ուղեկցել է հարվածի տեսանելի պատկերով, ընդգծելով, որ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը։ Չնայած այս հայտարարությանը Տելեգրամյան ալիքներում տարածված է տեսագրություն, որտեղ երևում է, որ ռուսական կողմում կռվում են նաև աֆրիկացի վարձկաններ, որոնք ընդգրկվել են մարտական գործողություններում ուկրաինական զինված ուժերի դեմ։ Տեսագրությունում նրանք ներկայացվում են որպես հրետանային զորախումբ, որոնք ներգրավվում են առավել ռիսկային առաջադրանքներում։ Իսկ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի նավթամբարին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություններ չկան։ Այդ ընթացքում Վոլգոգրադի, Գելենջիկի, Կրասնոդարի եւ Չիբոքսարի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են չվերթները, իսկ Բելգորոդը եւ շրջակա տարածքները զրկվել են ջրից, էլեկտրաէներգիայից եւ ջեռուցումից էլեկտրական ենթակայանի վրա հարվածի հետևանքով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ քննարկում է ազատ առևտրի հնարավոր համաձայնագիրը, որպես Ուկրաինայի վերականգնման հետպատերազմյան փաթեթի մաս։ Նա նշել է, որ նման համաձայնագիրը կնպաստի նաեւ տնտեսական անվտանգության ամրապնդմանը եւ հույս է հայտնել մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան կողմին փոխանցել է 20 կետանոց խաղաղության ծրագիրն ու ակնկալում է Ռուսաստանի արձագանքը հունվարի վերջում։ Նա նաեւ հավելել է. Ուկրաինան երբեք չի ճանաչի ռուսական օկուպացված տարածքները եւ հույս ունի ապագայում վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Մենք քննարկում ենք Վաշինգտոնի հետ ազատ առևտրի հնարավոր համաձայնագիրը, որը կծառայի նաեւ որպես տնտեսական անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ իրական դիվանագիտության։ Մյուս կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. Ուկրաինան արհեստականորեն ստեղծված պետություն է։ Սա մեզ տալիս է բոլոր հիմքերը պաշտպանելու Ռուսաստանի իրավունքներն այս տարածքում։ Չեչնիայի ղեկավարի որդի եւ տարածաշրջանային անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը եւս հայտարարություն է տարածել։ Նա սպառնացել է Զելենսկուն, խոստանալով ռազմական հանցագործի կարգավիճակով նրան հասցնել Գրոզնի։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված Կիևից մինչև Ուկրաինայի հարավային եւ ռուսական սահմանային շրջաններ, որտեղ շարունակվում են հրթիռակոծությունները, հրդեհներն ու բնակչության անվտանգության հետ կապված ահազանգերը։ Ուկրաինան եւ միջազգային համայնքը շարունակում են պայքարել քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության եւ քաղաքական լուծումների համար, մինչդեռ ռուսական կողմը ռազմավարական գերակայություն է ստանում, օգտագործելով նաեւ վարձկանների, այդ թվում աֆրիկացի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հարևան Իրանում 15 օր է շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը ընդդեմ իշխանությունների։ Ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջև արյունալի բախումների հետևանքով 544 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ կան։ Իրանում երրորդյա սոկ է հայտարարվել։
2025 թվականի տարեվերջից սկսած եւ մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներն Իրանում շարունակվում են։ Իրանցի ժողովրդի ցասմանն արժանացած իշխանությունները փորձ են անում ամեն կերպ ցուցարարների հետ գնալ երկխոսության եւ խնդրի լուծման ուղիներ փնտրել։ Իրանական բոլոր նահանգների 185 քաղաքներում երկու շաբաթից ավելի տևող ցույցերի հետևանքով ըստ CNN-ի մոտ 600 զոհ կա։ Իրանական իշխանությունները հակակառավարական կոչեր անող ցուցարարների նկատմամբ կիրառում են բիրտ ուժ, փորձելով ցույցերը կառավարել դրոններով։ Միջազգային աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն մի քանի օր է Իրանում անջատված են ինտերնետն ու բջջային կապը։ Այս ամենին զուգահեռ արգելվել է միջազգային լրատվամիջոցների գործունեությունը երկրում հնարավոր արտահոսքից խուսափելու համար։ BBC-ի տվյալների համաձայն բացի մեծաքանակ զոհերից, բավականին շատ են նաև վիրավորները եւ հիվանդանոցները չափազանց ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված իրանական իշխանությունները խորհրդարանական նիստեր են գումարել, քննարկել այս իրավիճակից դուրս գալու ուղիներն ու միաժամանակ իրենց ելույթներում բավականին խիստ տոնով անդրադարձել ցուցարարներին, ապա սպառնացել ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Իրանի նախագահի նախկին թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն ու ուժային մյուս կառույցներին, այնուհետև սպառնալիքներ հնչեցրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հասցեին, ընդգծելով, որ այդ երկրների ռազմական օբյեկտները կարող են օրինական թիրախ դառնալ, եթե նրանք փորձեն միջամտել Իրանի ներքին գործերին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, որն առավել հայտնի է որպես բարեփոխիչ, նույնպես կոշտ է արտահայտվել։ Մարդիկ մտահոգություններ ունեն, մենք պետք է հաշվի նստենք նրանց հետ, եւ եթե դա մեր պարտականությունն է, մենք պետք է լուծենք նրանց մտահոգությունները, բայց ավելի կարևոր պարտականություն է կանխել ապստամբների խմբի կողմից հասարակությունը ոչնչացնելու փորձը։ Ցուցարարների մեծ մասը դրսից բերված խմբեր են, որոնք մարդկանց են սպանում, անգամ գլխատում, մզկիթներ հրկիզում։ Իդեպ ըստ տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների, ցուցարարները հրկիզել են ավելի քան 59 մզկիթ։ Իրանի նախագահի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է կրակի վրա յուղ լցրել, սոցցանցի իր էջում հայտարարելով, որ Իրանն այժմ ձգտում է ազատության առավել քան երբևէ, եւ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել ժողովրդին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ հայտարարել է, որ ցնցված է Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների։ Խոսքի ազատության խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները պետք է լիովին հարգվեն եւ պաշտպանվեն, ասել է Գուտերեշը, կոչ անելով Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ Իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների առաջարկ ներկայացնել, ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։ Չնայած այս հայտարարություններին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում իրադարձությունն արդեն ամբողջությամբ վերահսկողության տակ է եւ շուտով կվերականգնվի համացանցի հասանելիությունը։ Արաղչին վստահեցրել է, իրավապահները կգտնեն կատարվածի պատասխանատուներին։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում հունվարի 5-ից 12-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք հաջորդ եթերաժամին։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 15614 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 345 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 438 ոչ սթափ վարորդ, 588 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 117 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 631 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 194, թմրանյութի հայտնաբերման 62, խարդախության 41, ֆիզիկական ներգործության 39, հոգեկան ներգործության 30, անձնական ունեցվածքի գողության 28,
մարմնական վնասվածք պատճառելու 26, նաև մի շարք այլ հանցագործություններ, նախկինում կատարված 29 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 46 հետախուզվող, 3 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 12 դեպք։ 7 հորում գրանցված 59 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 81-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 689 դեպք, 112-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 61, հրդեհի ծագման սպառնալիքի 26, ճանապարհատրանսպորտային պատահարի 16, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 141 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 299 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Պարեկները 66-ամյա տղամարդու մեքենայում 603 կիլոգրամ սիգեն հայտնաբերել։ Սևանա լճից սիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ Շորժա Վարդենիչ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira Magnishi ավտոմեքենան։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիկ տեսակի 1456 ձուկ ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Ըստ վարորդի ձկները ձեռքեր բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Երևանի պարեկները ձերբակալել են կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդին։ Հունվարի 4-ին ժամը 22:40-ին մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnishi մի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ ստապ վիճակում է։ Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական եւ հայտնել, թե իբր ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։ 44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Opel-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Երևանի պարեկները հայտնաբերել են ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացուն։ Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենգզինամթերք պահելու եւ խուլիգանության կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ։ Պարզվել է, որ նա հունվարի 1-ին կեսգիշերն անց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։